Շնորհակալություն։ Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, նորին գերազանցություն, դեսպաններ, սիրելի հյուրեր, սիրելի գործընկերներ, լրագրողներ, շատ ուրախ եմ, որ մենք այս տարի եւս մարդու իրավունքների միջազգային օրը նշանավորում ենք եւ նշում ենք համատեղ հոդված 3 լրագրողները հանուն իրավունքների մրցանակաբաշխությամբ։ Մեզ համար Գոհարը ներկայացրեց ինչու հոդված 3, բայց մեզ համար հոդված 3-ը կամ սահմանադրության 3-րդ հոդվածը մեր կազմակերպության համար դարձել է ուղենիշ այն օրից ի վեր, երբ 8 տարի առաջ հիմնադրեցի հոդված 3 մարդու իրավունքների ակումբը, նպատակ ունենալով ի վերջո նպաստել կամ ստեղծել այն, ինչպես նաև էլի Գոհարը շեշտեց, կրթական հարթակը, որի միջոցով, որի շնորհիվ, թեկուզ փոքր ներդրման միջոցով ի վերջո սահմանադրության 3-րդ հոդվածը իրականություն կդառնա։ Եվ ի վերջո մարդը որպես բարձրագույն արժեք իրապես կկարևորվի եւ կդառնա բարձրագույն արժեք մեր երկրում։ Եվ պետությունը, որը իշխանությունները, որոնք սահմանափակված են, կրկին մեջբերում եմ հոդված 3-ը, սահմանադրության սահմանափակված են մարդու ազատություններով եւ իրավունքներով, իրապես սահմանափակված կլինեն։ Եվ հենց լրագրողները այն հիմնական վերահսկողն են եւ լրատվամիջոցները, որ պետությանը այդ սահմաններում իրապես պահեն հաշվետու եւ պատասխանատու։ Մենք տարբեր ծրագրերի հետ մեկտեղ նաև նախաձեռնեցինք այս մրցանակաբաշխությունը, որովհետև կարծում ենք, որ կարևոր է գնահատել եւ հնարավորություն տալ նաև ֆինանսական աջակցությամբ այն լրագրողներին, որոնք տարիներ շարունակ, ընդ որում սա կարևոր մեր չափորոշիչներից է, դիտարկել նաև լրագրողի, այսինքն հայտերի ժյուրիի գնահատման չափորոշիչներից մեկը նաև դիտարկել արդյոք տարիներ շարունակ այդ լրագրողը կամ լրատվամիջոցը իրապես նպաստել է այս գործին, իրապես լուսաբանել է մարդու իրավունքները եւ լուսաբանել է զգայունությամբ եւ լուսաբանել է պատասխանատու կերպով։ Այդ տեսանկյունից պետք է նաև շեշտեմ, որ նաև ժյուրիի կարծիքն է, մի քանիսի կարծիքն է, որոնք նախորդ տարի եւս եղել են ժյուրի, ակնհայտորեն տեսել են, որ նկատել են առաջընթացը եւ սա կարեւոր է այն տեսանկյունից, որ ստացվում է իրապես լրատվական դաշտը կարևորում է թեմաները, մարդու իրավունքների թեմաները։ Մենք ստացել ենք մոտավոր 120-ից ավելի հայտ, ժյուրին շատ դժվար ընտրության առաջ էր իրապես ընտրելու լավագույններին, բայց պետք է նաև նշեմ, որ լավագույնները շատ էին եւ վստահ եմ, որ եթե այս տարի բոլորը չէ բնականաբար եւ այս տարի որևէ մեկը չի հայտնվել առաջին եռյակում, վստահաբար հաջորդ տարիներին լինելու է, որովհետև իսկապես հայտերը բավական որակյալ էին։ Եվ սա այստեղ պետք է շեշտեմ եւ լրատվամիջոցների դերը, եւ մեր Երևանի պետական համալսարանի դերը, եւ դասախոսակազմի դերը, դեկանը այստեղ է նաեւ եւ մյուս մեր կարևոր դերակատարները այդ ֆակուլտետի չափազանց կարևոր է այս խնդիրները անընդհատ ուշադրության կենտրոնում պահել։ Անշուշտ մենք հասկանում ենք եւ մեզ համար, որպես բոլորիս համար եւ մեր պետության համար այս տարի մարդու իրավունքների զանգվածային, աննախադեպ կամ ոչ միայն այս տարի, այլ մեր պատմության, նորագույն պատմության համար մարդու իրավունքների սարսափելի եւ աննախադեպ խախտումը անշուշտ էթնիկ զտումներ Արցախում։ Եվ այս տեսանկյունից մի քանի հոդվածներ եւս ստացել ենք, բայց պետք է նշեմ, որ շատ չէին այդ հոդվածները, բայց նաեւ ժյուրիի մոտեցումը այն էր, որ մենք սա հատուկ մրցանակի ձևով կտանք լրագրողին, որը այս խնդիրների լուսաբանմամբ հատկապես բլոկադայի օրերին աչքի է ընկել, բայց նաեւ կարեւոր է շեշտել, որ ընդհանրապես մարդու իրավունքները պետություն մարդ հարաբերություններում են եւ այս իրավիճակում մենք կարևորում էինք Հայաստանի Հանրապետության
եւ Հայաստանի իշխանության պարտավորությունը եւ պատասխանատվության կարևորումը մեր քաղաքացիների հարաբերություններում եւ հիմնականում այդ հոդվածներն են, որոնք ժյուրիի համար դարձել են, իհարկե նաեւ հաշվի առնելով հիմնականում որակը։ Եվ ես նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել, նորից ուզում եմ շեշտել, որ բոլորիս ջանքերով եւ հատկապես լրագրողների, լրատվամիջոցների ջանքերով, որոնք ունեն այն կարևոր դերակատարումը, ինչպես նաեւ պարոն Դիլանյանը նշեց, հանրային կարծիքը ձևավորելու, մարդու իրավունքների գաղափարները եւ կարևոր արժեքները տարածելու, արմատավորելու տեսանկյունից եւ չափազանց կարևորում ենք, որ մենք եւս մի փոքր լումա այս ամենի մեջ կարող ենք ունենալ եւ համատեղելով մեր ջանքերը բոլորս միասին իրապես ստեղծենք այն պետությունը, որտեղ մարդը բարձրագույն արժեք կլինի եւ իրավունքի գերակայությունը չի լինի բացառիկ, այլ մարդու իրավունքների խախտումները կլինեն բացառիկ դեպքեր եւ մենք նաեւ գուցե մրցանակաբաշխության դիտանկյունից դա գուցե սխալ կլինի, բայց մենք կստանանք ամեն տարի ավելի քիչ հոդվածներ, որովհետև շատ ավելի քիչ կլինեն այդ խնդիրները։ Հուսանք, իհարկե սա այդպես երազանքների դաշտից էր, բայց երբեք չպետք է դադարենք երազել։ Շնորհակալ եմ նորից եւ անցնենք արդեն ամենակարևոր եւ սպասված հատվածին։